իր իսկական հոգևոր առաջնորդը ասում ես էլի միամիտ տղա է եղել երևի Փաշազադը նորեն աչքերը 74 թվին Փաշազադեն 25 տարեկան էր դասենք ինքը որպեսի 75-ին ծնվի ինչ որ պիտի լեր 74-ին այլ չէ Փաստորեն Իսկ ազգամ չի փոխել Արա մոր ազգանու դներ ասեն չես դեր Փաշինյան Չէ հարցերա չէ հիմա կարաս պարզաբանես Ինչու է այդպես ստացվել Նայում ես նմանա Ազգանունը նույնն է Էլենդից մայիսի 22-ին հայտարարություն անում է, սա որդեաբար արձագանքում է Փաշազադը մայիսի 22-ին չի արել իր հայտարարությունը, ինքը եփ արել մայիսի 29-ին, ուղղի 7 օրը պահել է, 7 օրվա խորհուրդը 7-ին հարցակվել է կառավարության նիստում, սկսեց արդեն եկեղեցին անարգել։ Բա այո, թուրքերը ուզում են մեր եկեղեցին էլ անարգեն, մեր պետությունն էլ անարգեն, մեր ժողովրդին էլ մեր թուրքա։ Հիմա թուրքը հարցակվել մեր եկեղեցու, մեկ է դասում եք քննարկման, բայց այդ է իրանց ուզածը։ Որ պահից է հարցակվել կաթողիկ, կոնկրետ կաթողիկոսի վրա։ Փաշազադեի հայտարարությունը Ոչ միայն, նաև մեր կաթողիկոսի հայտարարություններից հետո, երբ որ կաթողիկոսը գնաց Շվեյցարիա, այդ հայտնի հեղինակավոր Միշ եկեղեցական համաժողովի ժամանակ բարձրաձայնեց Արցախի ու էդի իրանք խոստովանել են կնիկ այդ նույն օրը գրառում արել Աննա Հակոբյանը գրել է այդ Շվեյցարիան տալու այդ դուք եք մտածում չգիտեմ գերիների մասին ժողովրդի արցախցիների վերադարձի մասին դե կտեսնեք հեսա բան այսինքն խոստովանում է որ վեհապարը թիրախավորվել է իր ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ նաև մեր ժողովրդի ցավով մտահոգ, մեր ժողովրդի շահեր առաջ մղող առաջնորդի դիրքերից։ Ինչը իր ոչ միայն հոգևոր առաջնորդության, այլ նաև հայրենանվեր, ազգասեր գործունեության դրսևորումն է, որ ինքը իր բարձր հոգևոր հեղինակությունը, այցյանը որտեղ որ ինքը ներկա է, ըստ արժանվույն, հավուր պատշաճի ներկայացնում է նաև ոչ միայն կրոնական իր եկեղեցական առաքելության, այլ նաև իր համայնքի, իր ժողովրդի շահերը առաջ մղելու, միջազգայնացնելու, ասում չհասկացանք, հա մի րոպե։ Դու գնացել ես Ալիևին, այն Ալիևին, որ ինքը ասես կոշիկները լիզելով մանագա, դու ասում ես պատերազմական հանցագ։ Ինքը Եղիշ Կիրակոսյանին գործից հանելա տարետագետների դպրոց առաջին դասարան առաջ շարք է նստացրել, որ Ալիևի դեմ հայցերը հանեն։ Վեհապարը գնացել է Ալիևին ասում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական անձնագործություն է իրական։ Չհասկացա ասում է։ Էլ դու ուրեմն չպիտի լես։ Այսինքն դու վեհապարի այդ դիրքը օգտագործում ես դա ասելու համար, չեմ թողնիլ ես վեհապար։ Ու արա հարցակում են եկեղեցու վրա։ Պարշի որ այդ ինչի՞ց է այս ամեն ինչը արժանա ժամանակագրորեն որ դնում ես։ Բա դու որ դա գիտեիր 6 ամիս առաջ ինչ չէիր ասում։ Հələ մի հատ տենանք Սրբազանի քերակին նովա։ Բա դու ում քերին ես, բա չես մտածում որ դու է որ եթե մեկը քեզ ասած քերի դու էլ կնիկ ունես